Բարի լույս սիրելիներս, տեսնենք ինչպես կարող ենք Աստծո համար ընտրյալ եւ թանկագին լինել։ Մոտեցեք նրան կենդանի վեմին, որը թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծո առաջ ընտրյալ եւ թանկագին է։ Եվ դուք իբրև կենդանի վեմեր կառուցում եք որպես հոգեվոր տաճար, որպես անարատ քահանայություն, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք հոգեվոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն, քանզի գրքում էլ կա, թե ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունակար, եւ ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա։ Ուրեմն ձեզ հավատացյալներիդ համար թանկագին վեմ, իսկ անհավատներին այն վեմը, որն անարգեցին շինողները, այն եղավ անկյունակար, ինչպես նաեւ վեմ գլորման եւ վեմ գայթակղության, որով գայթակղում են խոսքին անհնազանդ եղողները, եւ նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։ Հին կնտակարանում, սիրելիներս, միայն քահանաները կարող են մոտենալ սրբություն սրբոցին, բայց Հիսուս Քրիստոսով մեզ համար բացվեց այդ արգելքը, այն վարագույրը, որ բաժանում էր Աստծուն եւ մարդուն, մենք Հիսուսով հնարավորություն ունեցանք մոտենալու Տիրոջը։ Հիսուս մեզ համար բացեց այդ դռները, որպեսզի մենք էլ ընտրյալ ու թանկագին լինենք Տիրոջը մոտենալու համար։ Եվ Տեր այն վեմն է, այն քարն է, որը դրված է յուրաքանչյուր մեկին, որ պիտի մոտենանք։ Եվ յուրաքանչյուր մարդու կոչուն է նաև իր մարմին իբրև տաճար պատրաստի Հիսուս Քրիստոսի բնակության համար։ Բայց ինչպես որ տաճարի համար անհրաժեշտ են տաշված ու գեղեցիկ քարերը, այնպես էլ մարդ ինքը պետք է տաշվի մեղքից, մաքրվի, գեղեցիկ դառնա, որպեսզի Հիսուսի տաճարի մասը կազմի։ Ինչ էին անում քահանաները։ Նրանք զոհ էին մատուցում մարդկանց մեղքերի համար։ Բայց որպեսզի մենք էլ մոտենանք այդ ճշմարիտ քահանայությանը, մեր սրտերը պետք է դարձնենք այդ զոհասեղանը եւ Քրիստոս գա ու բնակվի մեր մեջ, որպեսզի մենք սրտով, հոգով կարողանանք իբրև անարատ ու մաքուր քրիստոնյաներ այդ զոհաբերությունը մատուցել Տիրոջը։ Այսօր այդ զոհաբերությունների կարիքը չկա։ Մարդը պետք է նվիրումով ու սիրով իր անձը որպես զոհաբերություն բերի Հիսուս Քրիստոսի համար։ Եվ այն վեմը, որ դրված է մեր մեջ, Հիսուս Քրիստոս այդ անկյունակարը, կապողն է հրյա եւ հեթանոց ժողովուրդն, այսինքն անհավատի եւ հավատացյալի, որով գալիս ու մարդիկ մեկ են դառնում։ Մարդիկ երկու տեսակի են բաժանում։ Մարդիկ, որոնք ընդունում են Հիսուսին, հավատում են նրա խոսքը, լսում են ու առաջնորդվում են, եւ մարդիկ, ովքեր որ չեն ընդունում այդ խոսքը, մերժում են։ Աստծո համար չկա, գիտեք, անցյալ, ներկա կամ ապագա, Աստծո համար միշտ ներկա ժամանակ է, եւ Աստված գիտի յուրաքանչյուրի մտածումը, գործը, կյանքը, հավատքը ինչպես այդ մարդը ապրում, եւ նաեւ գիտի թե ովքեր պետք է հավատան, ով պիտի փրկվեն։ Դրա համար ասում են, դրանք էլ սահմանված են այդ ամենի համար։ Ուրեմն մենք իբրև քրիստոնյաներ մեկ կոչում ունենք մեր անձը պատրաստելու հոգևոր տաճարի վերածելու, որպեսզի այդ տաճարի Տերը, Թագավորը Հիսուս գա ու բնակվի այդ տաճարի մեջ։ Եթե մենք չտաշվենք, չմաքրվենք, չգեղեցկանանք, ինչպես երեկվա խորհրդի մեջ այն 5 մեղքերը մեզանից դուրս չնետենք, այդ տաճարը չի կարող գեղեցիկ լինել։ Այն ինչը որ մարդու ձեռքով է ստեղծված եւ մարդը միայն իր ժամանակի համար է անում, պիտի կործանվի։ Դրա համար էլ Պողոս Արաքյանն էլ ասում է, ինչ որ անում ենք, ուտում ենք, թե խմում ենք, ինչ որ անում ենք, մենք անում ենք Տիրոջ համար, Տիրոջ փառքի համար։ Եվ Տեր այն վեմն է, որից խմում ու հագենում ենք, եւ որպեսզի այդ տաճարի մեջ Քրիստոս ինքը բնակվի, յուրաքանչյուր քրիստոնյա ինքն է այդ տաճար եւ այդ տան բնակիչ է, տան Տերը Հիսուս Քրիստոսը։ Եթե այս տաճարի մեջ Հիսուս չի բնակվում, քո կյանքի Տերը Հիսուս Քրիստոսն ինքը չէ, մենք էլ պետք է շինողների կողմից դեն նետվենք, այսինքն անպետք դառնանք, եւ որպեսզի մենք թանկագին ու կարեւոր դառնանք Տիրոջ համար, թույլ տվեք, որ Տեր այդ տաճարը կառուցի հոգևոր տաճար իբրև, ձեր սրտերի մեջ բնակվելով, մեր սրտերը մաքրելով, մեր կյանքը նորոգելով, որպեսզի երբ որ Տերը գա, այդ տաճարը պատրաստ լինի եւ մենք էլ սիրով մեր սրտի դռները բացենք ու ասենք. «Արի Տեր, սպասում ենք քեզ»։